Մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղեղի ժամանակ դեպետը հոսում էր նաև այս տարածքով։ Այդ ժամանակ գետի կատաղի ալիքները հասել են մինչև Սանահինի կամրջի հիմքերին, առաջացնելով հսկայական խոռոչ։ Այս խնդրին վերջերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Փրկենք դեպետը» նախաձեռնության հիմնադիր Ալբերտ Ջավախյանը։ Արադյանը հետևելու է նույնքան առատ զնհալը։ Անցած տարվա ջրհեղեղից հետո ոչինչ չի արվել եւ չի բացառվում, որ ավելի պակաս վարարումից հետո Սանահինի կամուրջը կփլվի անվերադարձ, գրել էր նա։ Ես դրա մասին մի քանի անգամ եմ արել, առաջինը կարծեմ հենց հեղեղից հետո, մի 4-5 անգամ արել եմ, արձագանք չկա։ Վերջի անգամ որ արեցի Facebook-ում գրառում ես։ Տեղից էլի ոչ մի արձագանք չեղավ, Երևանի իմ ընկերները արձագանքեցին, հետաքրքրվեցին ինչ վիճակ է, ինչ կարելի անել, ասում որ ոչ մի բան չկա։ Խոստացան նախարարությունից զանգեն, ասեն թե ինչ է կատարվում դրա համար, չզանգեցին, դրա փոխարեն Ալավերդո համայնքապետը ինձ հետ խոսած, ասաց որ մասնագետները նայել են, ասել են ոչ մի վտանգավոր բան չկա, ոչ մի բան կարիք չկա անելու։ Դրանով սահմանափակվեց։ Ալբերտ Ջավախյանն ասում է, դարերով կանգուն մնացած Սանահինի կամուրջը նմանատիպ ջրհեղեղներ հաստատ տեսել է, բայց չի վնասվել։ Հիմա մի պատճառ է նշում, որ գետի ալիքները կամրջի հիմքերին են հասել։ Պատճառն ինչն է։ Եթե դուք ես կամրջի աշճանները հաշվեք, մի հատ ստեղ վերևից սկսած 12 հատ է։ Հին նկարներում որ նայեք 14-ն է։ Այսինքն 2 հատը արդեն գետնի տակ է։ Կոմբինատի վերակառուցման ժամանակ այստեղ խողովակաշար անցկացրեցին։ Ճանապարհի մակարդակը մոտավորապես 3 մետր բարձրացավ։ Միջև այդ դա որ չկար դարերի ընթացքում գետը որ վարարում էր, ավելորդ խոսքը մյուս կողմից էր գնում։ 65 թվականից հետո սա առաջի ջրհեղեղն է մակարդակի, որի առաջը փակված է։ Եվ ջուրը իր կամուրջի պատմության մեջ առաջ անգամ հասավ հիմքին ու քանդեց։ Եթե ելնի էլի առաջը փակած է։ Այս հարցի լուծումը իհարկե առաջի հերթին հիմքի ամրացումն է եւ երկրորդ հերթին այս ձախակողմյան ափի իջեցումը։ Իր բնական պատմական մակարդակին իջեցում, որ ասենք թե ջրի ավելցուկը մյուս կողմից էլ կարողանա գնա կամ ոչինչ չվնասի։ Ճարտարապետը խելոք մարդ է, այդ մասին մտածել է, որ լրացուցիչ հոսքը որտեղից գնային, մակարդակը ցածր արել։ Հիմա եթե ցածրել էր, պատմությունը չէր։ Սանահինի կամրջի հիմքերը վերջին անգամ վերանորոգել է Ալեքսանդր Թամանյանը 1925-ից 26 թվականներին, ասում է Ալբերտ Ջավախյանը։ 19-րդ դարի վերջին էլի ջրհեղեղներից հետո կամուրջը վնասվել էր։ Թիֆլիսի Նորաշեն եկեղեցու քահանա Երվանդես Թադևոսի միջոցներով կամուրջը վերանորոգվել է, որի մասին արձանագրությունը սա է։ 1888 թվականին կամուրջը քահանայի միջոցներով վերանորոգվել է։ Հիմա մեր պետությունը փող չունի։ Մի հատ քահանան կարողացել է վերանորոգել։ Պետությունը 1925-26 թվականներին այս կամուրջի հիմքը ամրացրել է Ալեքսանդր Թամանյանը։ Նրա այդ աշխատանքն էլ այնտեղ երևում, որից վերջի անգամ Ալեքսանդր Թամանյանի կատարած ամրացումներն են։ 75 թվականի մոտերքը մոտավորապես կամուրջերը վերանորոգվել է վերևի մասը աշճանները, խալխալված պատերը։ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի փոխանցմամբ հեղեղի հաջորդ օրերին հուշարձանների պահպանության մասնագետների հետ ուսումնասիրել են այս խնդիրը։ Վտանգ այս պահին կամրջին չի սպառնում, սակայն հիմքն ամրացնելու են։ Այո, այնտեղ իր հիմքի երևի ենթադրում եմ, ես շատ մասնագետ չեմ, բայց իրանց ասածներն են վերհիշում, նաև իմ տեսածն եմ ուզում մեկնաբանել, որ հիմքում կուտակված այդ հողային տարիների ընթացքում հողային այդ մասան ջուրը քշել հանել էր, բայց հիմքերը կոնկրետ վնասվածություն որպես այդպեսին չունեն, բայց որ պիտի բետոնացման աշխատանքներով ամրապնդվի, որ Աստված չանի մյուս, չգիտեմ, այլ ջրհեղեղներ կամ ուղղակի անձրևներից հանկարծ փլուզում չլինի, դա պիտի արվի։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների տեղում կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ խորհրդային շրջանում իրականացված նորոգման արդյունքում հիմնաժայռի բետոնացված հատվածները վնասվել են և առաջացել է խոռոչ։ Հաշվի առնելով աշխատանքների փոքր ծավալը, համայնքի հետ քննարկվում է բետոնի մնացորդների հեռացման և խոռոչի փակման աշխատանքների իրականացման հնարավորությունը լիազոր մարմնի մասնագետների ներգրավմամբ։
Խնդրի վերաբերյալ քաղաքացիության մեդիահարթակին նախարարությունից այսպես էին պատասխանել. նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չի նշվում։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին գետերի վարարումների հետևանքով վնասվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող Սանահինի կամուրջը։ Կամրջի վնասված հատվածում վերականգնման աշխատանք չի կատարվել։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից։